Երբ մենք նոր էինք սկսում մրցաշրջանը, ոչ ոք չէր կռահում, թե ինչ նվաճումներ կունենանք։ Մենք արդեն 2 գավաթ ունենք, եւ այժմ մեզ սպասվում են որոշիչ խաղեր։ Երբ ձեր թիմը այդպես է խաղում, դա նորմալ է, եւ ամեն խաղ տանում է ձեզ դեպի նոր նվաճում։ Եվ ես ուզում եմ, որ թիմը դա գնահատի եւ ստանա հաճույք խաղից։ Ես ուզում եմ, որ մենք ցույց տանք, թե ինչ հզոր ենք որպես թիմ։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Ինձ համար կարևոր է, որ ակումբը, երկրպագուները եւ մեր ընտանիքները հպարտանան մեզանով։ Եվ մենք ուզում ենք խաղալ ֆուտբոլ այնպես, որ մարդիկ դրանից հաճույք ստանան։ Եվ հիմա հենց դա էլ անում ենք։ Ես իրոք երջանիկ եմ, որ մարզում եմ այս թիմը։ Առաջին խաղում Դենզել Դյումֆրիսը շատ էր առանձնանում։ Մասնավորապես ստանդարտների ժամանակ։ Ստանդարտները իրենց բանալին էին։ Փոխելու եք ձեր պաշտպանության մոտեցումը։ Մեր մրցավարական շտաբը վերլուծել է այդ դրվագները։ Վերլուծել ենք ամբողջ խաղը։ Կողքից կարող է թվալ Ինտերը շատ լավ է խաղում։ Նրանք շատ լավ են օգտագործում ստանդարտները, բայց ամեն բան ունի իր պատճառը։ Մենք սխալ դիրք էինք զբաղեցնում, ճիշտ ճնշում չէինք գործադրում, եւ դա է, որ պետք է փոխենք։ Ահա թե ինչ պետք է անենք։ Ինչը կապված է ստանդարտների հետ, մենք պետք է ավելի լավ պաշտպանվենք, դա ակնհայտ է։ Եվ ինչ որ բան հաստատ կփոխենք։ Ինձ համար ամենակարևորը դա թիմն է։ Թիմը առաջին տեղում է։ Մենք ունենք յուրահատուկ խաղացողներ, ինչպիսին Լամինն է։ Լամինը հանճար է։ Այն, ինչ նա անում է գնդակի հետ, անհավանական է։ Ամեն փոխանցում ճիշտ նպատակին է հասցնում, ճիշտ հեռավորությունից եւ դիպուկ է։ Եվ դա այն դեպքում, որ նա դեռ 17 տարեկան է։ Առաջին հանդիպմանը նա մեզ վերադարձրեց խաղի մեջ։ Իր գործողություններով եւ իհարկե գոլով։ Եվ հիմա մեզ սպասվում է հաջորդ հանդիպումը։ Եվ նա կրկին պետք է ցույց տա իր խաղը։ Նա պետք է դա ցույց տա ամեն խաղին։ Մենք ուզում ենք անցնել եզրափակիչ։ Դրա համար մենք պետք է հաղթենք այդ ֆանտաստիկ թիմին։